Գործք առաքելոց 6-րդ գլուխ։ Այն օրերին, երբ աշակերտները բազմացան, հունախոս հրեաները տրտնջացին եբրայախոս հրեաների դեմ, որովհետև իրենց այրիներն ամենօրյա նպաստի բաշխման ժամանակ անտեսվում էին։ Այդ ժամանակ 12 առաքյալները հավաքեցին աշակերտների բազմությունն ու ասացին. Մեզ հաճելի չէ սեղանների սպասարկության պատճառով թողնել Աստծո խոսքի քարոզությունը։ Եղբայրներ, ընտրեք ձեր միջից բարի համբավ ունեցող Սուրբ Հոգով և իմաստությամբ լի 7 մարդու, որոնց կնշանակենք այդ ծառայությունների համար, իսկ մենք աղոթքի և խոսքի քարոզությանը նվիրվենք։ Այս խոսքը հաճելի թվաց բոլոր հավատացյալներին, և ընտրեցին Ստեփանոսին, որ հավատով և Սուրբ Հոգով լցված մի մարդ էր, Փիլիպպոսին, Պրոքորոսին, Նիկանորասին, Տիմոնին, Պարմենասին, Նիկողայոսին, որ Անտիոքսի նորադարձ էր։ Նրանց կանգնեցրին առաքյալների առաջ և աղոթք անելով նրանց վրա ձեռք դրեցին։ Եվ Աստծու խոսքն աճում էր, ու աշակերտների թիվը Երուսաղեմում չափազանց մեծանում, նույնիսկ քահանաներից շատերը հնազանդվում էին հավատին։ Ստեփանոսը, շնորհներով և զորությամբ լցված մի մարդ, զարմանալի գործեր և մեծամեծ նշաններ էր անում ժողովրդի մեջ։ Ոմանք այն ժողովարանից, որ կոչվում էր լիբիացիների, կյուրենացիների և ալեքսանդրիացիների, և ոմանք էլ, որ Կիլիկիայից ու Ասիայից էին, Ստեփանոսի հետ վիճելու ելան։ Բայց նրանք չէին կարողանում հակադրվել այն իմաստությանը և հոգուն, որով խոսում էր նա։ Այն ժամանակ հրապուրեցին մի քանի մարդկանց, որ ասեն. «Լսեցինք դրա հայհոյական խոսքեր ասելը Մովսեսի և Աստծու դեմ»։ Այդպիսով գրգռեցին ժողովրդին, քահանաներին ու դպիրներին, և Ստեփանոսի վրա հարձակվելով բռնեցին ու տարան ատյան։ Ապա բերեցին կանգնեցրին սուտ վկաների, որոնք ասում էին. «Այս մարդը չի դադարում հայհոյական խոսքեր ասել այս սուրբ տաճարի և օրենքի դեմ։ Նրա բերանից իսկ լսեցինք, թե Հիսուս Նազովրեցին ինքը պիտի քանդի տաճարը և փոխի այն օրենքները, որ Մովսեսը փոխանցեց մեզ»։ Նայելով նրան, ատյանում բոլոր նստածները տեսան, որ նրա երեսը հրեշտակի երեսի նման էր։